Գլխուղեղի կաթվածի դեպքում ի՞նչն է ախտահարվում, ինչ երևույթ է նկատվում։ Գլխուղեղի կաթվածի դեպքում ախտահարման թիրախը գլխուղեղն է պայմանավորված տարբեր պատճառներով։ Մենք ունենք, ինչպես նշեցի, սրտաբանական խնդիրները, սրտի ռիթմի խանգարումները կարող են լինել պատճառ, զարկերակային հիպերտենզիան, բարձր ճնշումը, որոնք բերում են գլխուղեղում որոշակի հատված պայմանավորված տարբեր հատվածներով, թե գլխուղեղի որ հատվածը կախտահարվի, բնականաբար կունենանք տարբեր կլինիկական դրսևորումներ, բայց առաջնային արտահայտումը կլինիկական դրանք վերջույթների թուլությունն են միակողմանի եւ խոսքի խանգարումը, բնականաբար ու դեմքի ասիմետրիան։ Ամենաառաջնային, ասենց ասեմ, 3 կետերը, որ նկատում է հիվանդի հարազատը, շրջապատը հիվանդին, երբ առաջին կլինիկական դրսևորումները լինում են, դրանք թուլությունն է, խոսքի խանգարումը, դեմքի ասիմետրիան ու բնականաբար հաճախ կարող է նաև զուգահեռ ճնշման բարձրացում լինել։ Այդ դեպքում պետք է շտապ բուժօգնություն, շտապ դիմել նեղ մասնագիտական օգնության, որը ինչպես նշեցի, ժամանակին իրականացվելու դեպքում գրեթե ամբողջությամբ վերականգնվում է հիվանդի կլինիկական դրսևորումները։ Հայաստանում 65 եւ ավելի տարեկան անձանց մոտ որ հիվանդություններն են, որ առավել տարածված են։ Հիվանդությունները, եթե բաժանենք ոլորտների, բնականաբար նյարդաբանական հիվանդություններից առաջինը կնշեմ գլխուղեղի կաթվածը, ամենահաճախակի հանդիպող, չմոռանալով նշել, որ այս հիվանդության հիմքը հանդիսանում են սրտաբանական մի շարք պաթոլոգիաները, բնականաբար պետքա առաջնահերթ ուշադրություն դարձնել սրտաբանական խնդիրներին։ Դա կլինի սրտի ռիթմի խանգարումները, զարկերակային հիպերտենզիան, ճնշման տատանումներով պայմանավորված, որ հաճախակի կարող են բերել գլխուղեղի կաթվածի։ Բնականաբար առաջինը գլխուղեղի կաթվածն է ամենահաճախակի հանդիպողը։ Հոգեկան առողջության խնդիրների հետ կապված էլ ունենք շատ հիվանդություններ ու բացի դրանից նաև պայմանավորված եղանակային փոփոխություններից ու սեզոնային վիճակներով պայմանավորված կարող եմ ասել, որ տրավմատիկ խնդիրներն են շատ, որոնք նույնպես շատ հաճախ ունեն վերականգնողական բուժման կարիք։ Ինսուլտի հետ, գլխուղեղի կաթվածի համար ասեմ, առաջնահերթ է, երբ որ վերականգնողական կենտրոն է դիմում հիվանդի հարազատ կամ հիվանդ, ով պետք է ստանա հետինսուլտային վերականգնողական բուժում, դա շատ կարևոր է, պարտավորեցնող։ Վերականգնողական կենտրոններում միայն խնամք չի իրականացվում։ Մեր վերականգնողական կենտրոնն էլ ալֆա բետա պլյուսը լինելով պալիատիվ վերականգնողական խնամքի կենտրոն, իրականացնում է նեղ մասնագիտական բուժական միջոցառումներ, դրանից հետո նոր բխող խնամքի միջոցառումները, որովհետև ինսուլտով հիվանդը առաջնային պետքա բուժական, հիվանդանոցում ստացած բուժումից հետո պետքա նաև վերականգնողական բուժում ստանա։ Դա իր մեջ կներառի եւ դեղորայքային բուժումը, բնականաբար նյարդաբաններս պետք է վերականգնողական բուժման մեջ իրականացնենք եւ դեղորայքային բուժում եւ հենց նեղ մասնագիտական միջոցառումներ։ Պլյուս դրան գումարվում է նաև կինեզիոթերապիան, ֆիզիոթերապիան ու խնամքը, հենց հիվանդի խնամքը։ Քանի որ ինսուլտով հիվանդների տեղաշարժման խնդիրը առաջնայինն է, այսինքն գլխուղեղի կաթվածը հաշմանդամության առաջնային շարքերում է, որպես հիվանդություն գլխուղեղի կաթվածը ամենահաճախակի հաշմանդամություն բերող հիվանդություններից է։ Դրա համար պետք է խնամքը իրականացնել շատ անհատական, յուրաքանչյուր հիվանդին իր հիվանդության հետ առնչվող խնամքին նեղ մասնագիտական, տենց ասեմ, խնամք ու բնականաբար նաև դեղորայքային բուժում նյարդաբանի հսկողությամբ։ Կան արդյոք խորհուրդներ, որոնք մենք այսօր կարող ենք տալ միջին տարիքի մարդկանց, որպեսզի նրանք փոխեն կենսակերպը կամ ապրելակերպը կանխարգելելու գլխուղեղի կաթվածը։ Գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար իհարկե շատ խորհուրդներ կարող եմ նշել։ Այս ամենը գալիս է ինչ որ միջին տարիքից, երբ որ մենք ուշադրություն չենք դարձնում թե վատ սովորություններին, թե սննդակարգին, մեր ապրելակերպին, ու գալիս է ինչ որ մի տարիք, երբ առնչվում ենք գլխուղեղի կաթվածին, այսինքն հասնում է այն պահը, երբ որ ունենում ենք այդ խնդիրը ու արդեն ուշ է լինում։ Իհարկե հիմա մենք Հայաստանում ունենք շատ ուրախալի այդ լուրը, որ ունենք կենտրոններ, ովքեր աշխատում են գլխուղեղի սուր կաթվածի բուժմամբ, դրանք ստրոկ կենտրոններն են,
ես էլ լինելով իմ դեռ ուսանող տարիների ժամանակ ստրոկ կենտրոններից մեկում կլինիկական օրդինատոր, շատ ուրախ եմ, որ այդ ամեն ինչին առնչվել եմ, սովորել եմ ու տեսել եմ այդ նեղ բուժական նյարդաբանական ինսուլտի բուժման այդ ճյուղը ու խորհուրդս ավելի շատ պայմանավորված է կենսակերպով, պետք է ավելի վատ սովորությունները դա լինի ալկոհոլը, դա լինի ծխախոտը, սնունդը, որը մենք հիմա օգտագործում ենք, պետք է լինի բալանսավորված եւ առողջ։ Իհարկե նաև սպորտին պետք է շատ ուշադրություն դարձնել, առողջ ապրելակերպի ամենակարևոր ոլորտներից է, որը պետք է ներդնել կանխարգելման առումով։ Արդյոք հնարավոր է ամբողջությամբ ոտքի կանգնեցնել գլխուղեղի կաթված ունեցող անձին։ Որոշակի ժամանակահատվածում հիվանդին հայտնաբերելով, հիվանդության ախտանիշները հայտնաբերելով, դիմելով նեղ մասնագետին, դիմելով բուժօգնության, հնարավոր է գրեթե լիարժեք ստանալ բուժօգնություն եւ կանխել հաշմանդամությունը։ Գլխուղեղի կաթվածի դեպքում ամենակարևորը իհարկե երկու կարևոր կետ առանձնացնեմ, մեկը հաշմանդամության նվազեցումն է, մյուսը կյանքի հարցը, այսինքն փրկել կյանքը, եթե փրկում են կյանքը, երկրորդ կետը մնում է հաշմանդամության նվազեցումը։ Իսկ եթե ժամանակին ենք դիմում բուժօգնության, ժամանակին կատարվում են նեղ մասնագիտական կոնկրետ այս դեպքում գլխուղեղի կաթվածի սուր փուլում բուժման բոլոր միջոցառումները բնականաբար կանխվում է հաշմանդամությունը գրեթե ամբողջ մեծ մասամբ, տենց ասեմ, ու դրանից հետո շարունակվող վերականգնողական բուժումն էլ իր փոքրիկ լուման է դնում ամբողջապես հիվանդին ոտքի կանգնեցնելու եւ ներգրավելու իր առողջ ու նախկին կյանքին։ Դուք այս հարցին մասամբ անդրադարձաք, ասացեք, խնդրեմ, դուք ներկայացնում եք տարեցների խնամքի եւ բուժման ոլորտում լավագույն կլինիկաներից մեկը։ Դուք ինչ եք առաջարկում ձեր տարեց բուժառուներին։ Տարեց բուժառուներին մասնավորապես իրենց հարազատներին երևի խորհուրդս կլինի, քանզի մենք Հայաստանում ունենք շատ մեծ խնդիր մինչ վերականգնողական կենտրոն դիմելը, դրանք կլինեն թե ֆինանսական, թե հոգեբանական, թե սոցիալական տարբեր պատճառներ, որ չեն դիմում վերականգնողական կենտրոններ, խորհուրդս եթե դիտվում են հարազատի մոտ առողջական խնդիրներ, դա կլինի դեմենցիան, եթե կյանքի ընթացքում ձեռք բերված հմտությունները, գիտելիքները նկատում են, որ հարազատը ինչ-որ մաս կորցնում է, չի կարողանում իրեն առաջ նախկինում ոնց շփվել է հարազատների հետ, այս մակարդակով ինչ-որ փոփոխություններ են նկատվում։ Բացի դրանից լինի ինսուլտը, որը բուժում է ստացել մասնագիտացված բուժ հիմնարկում, այնուհետև դուրս է գրվել եւ հիմա տանը փորձում են իրականացնել խնամք, այս մասը միշտ խնդրահարույց է, պետք է դիմել վերականգնողական կենտրոններ, խնամքի, պալիատիվ կենտրոններ, որպեսզի իրականացվեն բուժման սենց է հնչում, բուժման մնացած, բայց շատ փոքր ու կարևոր մասը, որը բերում է հիվանդին առողջ իր նախկին կենսակերպին ու կյանքին։ Հատկապես դժվար է դա այն մաս հիվանդների մոտ, ովքեր աշխատանք ունեն, ովքեր առօրյայում ակտիվ ներգրաված են ինչ-որ ոլորտում ու կորցնում են իրենց հմտությունները, նախկին կյանքի ընթացքում ձեռք բերված հմտությունները, գիտելիքները, բնականաբար այս դեպքում խորհուրդս պարտադիր դիմել նեղ մասնագետի, դա կլինի նյարդաբանը, դա կլինի հոգեբանը, հոգեբույժը, ով իր նեղ մասնագիտական խորհրդատվությամբ կորոշի որ մասով պետք է իրականացվի վերականգնողական բուժումը։